Եթե հայրենիքը մահանում է, պետք է դիմել ծայրահեղ քայլերի։ Հայաստան իրականում գետո է, հայերի գետո է, մեր հայրենիքից քշել են, լցվել են այս մի հատվածի մեջ, խաբել են ժողովրդին, որ խաղաղության պայմանագիրը բերելու է խաղաղություն։ Թե չկա այնտեղ հայ, ես էլ ոնց կարող եմ այդ հարցով զբաղվել։ Անիկնասերի պես 10 առաջարկ են անում, այ մարդ, ընդեղից ասում են, թքեմ ձեր վրա էլ, ձեր առաջարկի վրա էլ, սա ասում է, ուրիշ առաջարկ կներկայացնենք։ Մեռն եք ավելի լավ, չի։ Մենք տեսնում ենք ազգային անվտանգության համակարգը ինչ վիճակում է, մեկ էլ ղեկավարներին ենք տեսնում։ Ադրբեջանի դեսպանը նստած Երևանում, հետևելու է ամբողջ դաշտին եւ բողոքներ է պաշտոնական ներկայացնելու։ Ընդդիմությունը ոչ մի կերպ չի կազմակերպում դիմադրություն։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, շնորհակալություն, բարով եք եկել։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Վերջին ձեր գրառումը բավական նվազագույնը մտահոգիչ էր, խոսքը դեմոգրաֆիկ ժողովրդագրական խնդիրների մասին է, դուք ահազանգում եք, որ Հայաստանում սա լուրջ խնդիր է, առավել եւս հեղափոխական հանճարներից մեկը պաշտոնապես հայտարարեց այդ մասին։ Մի փոքր մանրամասնեք, ինչու եք անհանգիստ։ Նախ նոր չեմ ահազանգել, վաղուց տարիներ շարունակ ահազանգում եմ, որ Հայաստանում սկսել է իրականացվել օտար, այլացեղ, այլադակրոն, այլամշակույթ զանգվածների ներմուծում, կազմակերպված ձևով, որը մեր պետության համար պարզապես մահացու վտանգ է ներկայացնում, որովհետև մենք գիտենք, որ արդեն իսկ թուլացած ենք տարբեր առումներով եւ ամտագությունն է մեր վնասված եւ տնտեսությունն է հզորագույն հարվածներ կրել վերջին տասնամյակների ընթացքում եւ գիտությունը եւ կրթությունը եւ հիմա երբ արդեն ունենք 1 միլիոնից ավել արտագաղթած Հայաստանի քաղաքացիներ, նրանց սերունդներին էլ եթե հաշվենք ավելի շատ կլինեն, այս պայմաններում ներմուծելով 100,000-ավոր մեր ազգային նպատակներին, ազգային մշակույթին, լեզվին, կրոնին խորտ զանգված, այս երկիրը չի կարող մարսել պարզապես, չի կարող ինտեգրել այդ զանգվածին, ինչպես անցյալ մի քանի օր առաջ ԿՊ Պոլիտբյուրոյի անդամ Արսեն Թորոսյանն էր հայտարարում ազգային ժողովի ամբիոնից, որ մենք պետք է բերենք, նրանց ուղարկենք հայկական դպրոցներ, նրանց պետք է մեր սուտ է, որովհետև չեն կարող իրականացնել այդպիսի մշակութային ինտեգրում, լեզվական ինտեգրում, պարզապես անհնար է, այդ զանգվածները նույնիսկ գնալով ամենամեծ հզոր պետություններ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այնտեղ էլ նրանք շարունակում են իրենց կրոնին հավատարիմ մնալ, իրենց լեզվին, մշակույթին հավատարիմ մնալ, որովհետև նախ շատ են, երկրորդը ցանկություն չունեն վերաինտեգրվելու, այսպես նոր մեր հասարակության մեջ եւ այդ պետությունները եվրոպական վաղուց արդեն 10 տարուց ավել է ճանաչել են, որ պաշտոնապես Մերկելի մակարդակով, դեռ Սարկոզիի մակարդակով, Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի կանցլեր Մերկելի մակարդակով, նաև Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետների մակարդակով ասվում էր, որ բազմամշակութայնության
քաղաքականությունը, որը հռչակվել էր 90-ական թվականներից ի վեր, ձախողվել է, լիովին ձախողվել է, նրանք էին ասում։ Մերկելն է խոստովանում։ Այո, իրենց խոսքերով արդեն ասացին պաշտոնապես, եւ նրանք արդեն փորձում են ձեռնարկել ինչ-ինչ միջոցառումներ հետ վերադարձնելու համար այդ զանգվածների գոնե մի մասին։ Նույնը սկսել է իրականացնել, կներեք, Թրամփը Միացյալ Նահանգներում այս վերջին 3 ամսվա ընթացքում նա մոտավորապես 38-39 հազար մարդ իր պաշտոնավարության օրոք արդեն իսկ արտաքսել է Միացյալ Նահանգներից, իսկ նպատակ է դրել առաջիկա 1 տարվա ընթացքում, այսինքն իր պաշտոնավարության 1 տարվա ընթացքում մոտ 1 միլիոն մարդ արտաքսելու, իրենց երկրներ հետ վերադարձնելու, պետք է ասել, որ Բայդենն էլ էր այդ քաղաքականությունը տանում, թեև միաժամանակ մեծ ներհոսք էր թույլ տալիս, բայց օրինակ անցյալ տարի Բայդենը մոտ 240,000 մարդ արտաքսել է Միացյալ Նահանգներից Բայդենի վարչակազմը, թեև թույլ է տվել մի քանի միլիոն 1-2 միլիոն մտել են։ Հիմա իշխանության այդ երիտասարդի ասածը, եթե չի համապատասխանում իրականությանը, դուք էլ վերլուծելով բերեցիք դրան, որ նա իրական նպատակ, ինչ են բերում այս բազմազան բանը, ջանին կապում։ Մենք մի քիչ էլ էս պետքա շարունակենք հասկանալու համար այս ամեն ինչը։ Հայաստանը անընդհատ Էժան աշխատուժը, բանա, դե գալիս են փողոց են ապրում։ Այդ ամբողջ աշխարհում այդ քաղաքականությունը տարվում, էժան աշխատուժը բերվում է կազմակերպված ձևով, ներդրվում է այդ նոր տարը, բազմաէթնիկ տարը տարբեր պետություններում, իսկ հետո սկսում են մեծ խնդիրները, որոնց տակից, ասում եմ, այսօր եվրոպական պետությունները դուրս կգան, թե դուրս չեն գա, հայտնի չի։ Այո։ Բայց մեր պարագայում մեր հարցը շատ արագ է լուծվելու։ Այսինքն տարիների հարց է, առաջիկա մի քանի տարում կարող է լուծվել, եթե այս տեմպերով շարունակվի ներմուծումը այդ օտար տարի Հայաստան, մենք կարող է 5 տարի հետո Հայաստանի մասին չխոսենք այլևս։ 5 տարի, որովհետև վերջին 4-5 տարվա ընթացքում 100,000-ից ավել միայն Ասիայից է մարդ եկել Հայաստան, եւ նրանց կազմակերպված ձևով պետությունը օժանդակել է, ընդունել են եւ այլն աշխատանքներ նրանց համար գտել, օգնել, պայմաններ ստեղծել, բիզնեսների հետ խոսել, որ բիզնեսները նրանց աշխատանք տրամադրեն եւ այլն։ Բայց բացի դրանից մենք ունենք տասնյակ հազարավոր ռելոկանտներ, այսպես ասած, վերաբնակներ Ռուսաստանից, Ուկրաինայից, որոշ այլ երկրներից։ Սրանց դեռ մի կողմ եթե թողնենք, որովհետև սրանք առայժմ այդպիսի, ասենք, անմիջական վտանգ չեն ներկայացնում, նրանք կարող են լինել ժամանակավոր, կարող են հեռանալ, հետո մի քիչ ավելի մեր հասարակությանը մոտ են, թեև եթե Հայաստան գա օրինակ, թեկուզ 1 միլիոն ֆրանսիացի ու գերմանացի, էլի Հայաստանը Հայաստան չի լինի դրանից հետո, կամ 1 միլիոն ռուս գա։ Հասկանում եք, փոքր երկիր է, անընդհատ մեր երկիրը վտանգի տակ է, նոր ներխուժման վտանգ կա, նոր պատերազմների վտանգ կա, եւ այս պայմաններում անվտանգության հարցերն են սրվում անմիջապես, որովհետեւ այն թշնամի պետությունները, Թուրքիան եւ Ադրբեջանը ու նրանց դաշնակից պետությունները նաեւ Հայաստանում արդեն իսկ ներդրել են բազմաթիվ բջիջներ, լրտեսական կլինի, քնած բջիջներ, որոնք ճգնաժամային պահերի, դա այդ ճգնաժամային պահերը կարող են լինել ներքին անկարգությունները, կարող է լինել ներխուժումը, կարող է լինել բախումները եւ այլն, այդ պայմաններում կարող են նրանց հրահանգել նույնիսկ ներքին ահաբեկչական գործողություններ կատարել Հայաստանի ներսում։ Եվ իդեպ մեր այն պայթյունը այդպես էլ որ մի քանի այդպիսի դեպք եղավ, մեկը այն պայթյունը, որ եղավ Երևանում, այնքան էլ վստահելի չեն բացատրությունները, թե պատճառները եղել են զուտ այսպես տեխնիկական, չգիտենք ինչպես։ Նկատի ունեք փեթակը։ Այո, ինչպիսին են եղել, համոզիչ չէին այդ բացատրությունները բացարձակապես։ Եվ ուրեմն այս պայմաններում խոսել, որ հիմա պետք է ավելի լայն բացենք դռները, ավելի շատ բերենք, որտեղ այլ ելք չունենք, իսկ ինչու չեն խոսում հենց
հայության վերադարձի մասին, հայրենադարձության մասին, այլևս ոչ մի խոսք չեն ասում, այնինչ Նիկոլ Փաշինյանը խաբեց ժողովրդին 2018 թվականի ապրիլին, ինչպես նաև մայիսին դեռ շարունակում էին խոսել, որ մեծ հայրենադարձություն պետք է կազմակերպել։ Նրա բառերն եմ ասում, մեծ հայրենադարձություն պետք է կազմակերպենք եւ այլն։ Այն որ ասում են ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, Նիկոլ Փաշինյանը ճիշտ բաներ էր ասում եւ սուտ էր ասում, խաբում էր բացահայտ, ժողովուրդը հավատացել է, խաբվել է, ոչ թե ժողովուրդը ընտրել է, որ նա իրականացնի այս քաղաքականությունը, ճիշտ հակառակ նրան ինչին ինքը ասել է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Սրանք ազգայինից, հայրենիքից, չգիտեմ, Արցախցուց, ընդհանրապես այդ բառերից իժոգա ունեն։ Գիտեք, ես սրտերը կանգնում է, էլի։ Օտարամոլ չեն, օտարագար են արդեն, հասկանում եք, եւ հայազերծ են։ Հայկականություն այլևս այս իշխանության մեջ չկա, հայազերծված իշխանություն է, որևէ բնագավառում այդ հայկականությունը այլևս չես տեսնում, պատմությունը հայոց չեն հարգում, մշակույթը չեն հարգում, լեզուն չեն հարգում, դրանց խոսելը տեսեք ոչ գրական հայերենով, օտարա բանություններով եւ ընդհանրապես օտար բառերով, ամեն ինչով երևում է, որ այս մարդիկ ոչ միայն չեն հարգում իրենց ժողովրդին, իրենց ազգը, իրենց ազգային ինքնությունը, այլև նույնիսկ ատում են այդ ինքնությունը, ատում են հայոց պատմությունը, ատում են հայոց մշակույթը։ Այդ կան ինքնատիաց մարդիկ, տարբեր հատկապես ճնշված ժողովուրդների մեջ, կա մի շերտ, որը ինքնատիաց է լինում։ Այդպեսին են եղել հրյաները, կա այդպիսի տերմին ինքնատիաց հրյա, անգլերենով շատ հայտնի է self-hating Jew։ Այդպիսի ինքնատիացություն կար նաև սևականների մոտ Միացյալ Նահանգներում, որոնք դարերով ստրկացված էին։ Մեր ժողովուրդը նույնպես ճնշված է եղել դարեր շարունակ, տարբեր կայսրությունների տակ է եղել, մի հատված չի կարողանում այդպիսի պայմաններում պահպանել իր ազգային արժանապատվությունը։ Փոքր հատված, ես երբևէ չեմ լսել, էլի, որ տենց Դե հիմա այս իշխանությունը մենք կռիվ ենք տվել մեր, չգիտեմ, պատմական հերոսների հետ, ստվերների հետ մի քանի բաժակից հետո, չգիտեմ, ճիշտ էր, սուտ էր, բայց երբեք չենք հատել մենք մեզ։ Մենք մեզ չենք ատում, խոսքը միայն մի քանի, շերտի մասին է, որ այսօր իրենք ասեն մի քանի տգետների մասին է, խոստովանել են մարդիկ։ Գիտեք, այսօր մեր ժողովրդին շատ են փորձում դատապետել այս բաներում, ժողովուրդը չի։ Խոսքը պետք է ուղղել քաղաքական վերնախավին, եթե նույնիսկ այդ խոսքը կարելի է գործածել, վերնախավ բառը կարելի է գործածել մեր քաղաքական վերնախավի հասցեին, ուրեմն քաղաքական վերնախավը եւ պետական ապարատը, որը նրանք են նշանակել, բարձրագույն շերտը, հատկապես այդ պետական ապարատի, բարձրագույն չինովնիկությունը, ահա սրանք են, որ հայատյացներն են եւ նրանք վերևից փորձում են այդ հայատյացությունը կամաց-կամաց նույնիսկ գիտակցաբար եւ անգիտակցաբար տարածում են։ Գիտեք են Ռաֆու Սամվելի դեմ այդ քարոզը, որ 30 տարի շարունակ Հայաստանում արդեն գնում է, ոնց կարելի էր Սամվելը, ահա այսպես այնպես հանուն հայրենիքի այս դիմեց ծայրահեղ քայլերի, եթե հայրենիքը մահանում է, պետք է դիմել ծայրահեղ քայլերի, ուրիշ Վարդան Մամիկոնյանն էին ձեռ առնում, սրիկայաբար։ Եվ այլն, հիմա որ սկսենք չենք ավարտի։ Հիմա բայց սրանք գիտեք Պակիստանը վերադառնալով այս բռնագաղթի գործին, օրինակ շատերը մեր ժողովրդի մեջ պարզապես չեն հետևում միջազգային քաղաքական իրադարձություններին, դե մասնագետ չեն եւ մեզանում էլ այդ հարցերը չեն շոշափվում եւ անցյալ անգամ էլ ձեզ մոտ կարծեմ խոսելուց ես կրկնել եմ որ ընդդիմությունն էլ չի բարձրացնում այս
օտար տարերի զանգվածային ներգաղթ կազմակերպելու դեմը առնելու հարցը չի արծարծում։ Իսկ մա տեսեք Պակիստանը վերջի 3 շաբաթվա ընթացքում 80,000 աֆղանցի է արտաքսել իր երկրից դեպի Աֆղանստան։ Նպատակ է դրել 2.5 միլիոն արտաքսել առաջիկա 1.5 տարով։ Շաբաթական արտաքսում են 700-800 ընտանիք։ Չէ, կներեք օրական 700-800 ընտանիք, եթե հաշվենք ուրեմն ինչքան մարդ է անում։ Այո, 700 հոգի նայած աֆղանական ընտանիքների թիվը որքան է, եթե նույնիսկ ամենափոքրով հաշվենք 700 հոգի, ընտանիքում 5 հոգի, ուրեմն 3.500 մարդ օրական արտաքսում են։ Ինչու՞։ Նույն մահմեդականներն են, նույն լեզվով են խոսում, տարբերություններ կան իհարկե, բայց խնդիրը չէ ուրեմն որ դիմում են այսպիսի ծայրահեղ միջոցների, այն էլ իրենց այդ մոտ կրոնական առումով, լեզվական առումով, մշակութային առումով իրենց շատ մոտ էթնիկ խմբերին են արտաքսում։ Իսկ մեզանում ինչ է կատարվում։ Մենք բերում ենք այստեղ Հայաստան լրիվ ամեն ինչով խորտ եւ ռասայական եւ լեզվական եւ չգիտեմ բոլոր առումներով, չէ՞ որ դա հասկանալի է, պետք չէ շատ մտածել, որ տեսնենք թե եթե հիմա եկել է ավելի քան 100,000, դեպ այս հարցնել է շատ կարևոր, թիվը հայտնի չէ։ Մեր լրատվամիջոցները չեն դիմում պաշտոնական հարցումներով, վերջապես քանի հազար մարդ է Հայաստանում բնակվում։ Այդ քանի հազարից քանիսը ինչ կարգավիճակ ունի, սրան այս կարգավիճակն եք տվել փախստականի, նրան ինչ կարգավիճակ եք տվել, նրան ինչ եք տվել։ Ժողովրդական տվյալները։ Այո, դրանցից քանիսն են աշխատանքով ապահովվել, որտեղ են աշխատատեղերը, դրանց սեռական կտրվածքով ինչպիսի մասա, եթե հիմնականում տեսնում ենք տղամարդիկ են, չէ՞։ Հասկանալի է, որ շատերը նաև կարող է այստեղ ամուսնանան հայերի հետ։ Մենք արդեն իսկ ունենք ժողովրդագրական խնդիր, իրենք են դա խոստովանում, Հայաստանում ծնելիության այդ գործակիցը 1.9-ն է, որը չի ապահովում վերարտադրություն անհրաժեշտ մակարդակով։ Ուրեմն եթե նրանք ամուսնանալու են հայ աղջիկների հետ, դրանցից ոմանք, որտեղ անհնար է, եթե այստեղ ապրի 100,000, 200,000 մարդ նրանցից գոնե մի քանի հազարը կամ մի քանի հարյուրը չեն ամուսնանալու հայ աղջիկների հետ, ամուսնանալու են, կյանք է, այդպիսին է կյանքը, եւ այստեղ առաջանալու է դարձյալ, որ այն նրանց սերունդը լինելու է ոչ հայ։ Դա արդեն պարզ է, որովհետեւ սովորաբար այդ այլակրոնները ավելի մոտ են իրենց մշակույթին ավելի, ասենք Հնդկաստանի մշակույթին իրենք միշտ ավելի մոտ են լինելու, իրենց երկիրը ավելի անվտանգ վիճակում է, իրենց մշակույթը ավելի անվտանգ վիճակում է, իսկ սերունդը միշտ ընտրում է այն, եթե նույնիսկ իրեն չեն պարտադրում վերևից, այն ծնողին, որի պետությունը, որի մշակույթը ավելի ամուր է, որի քաղաքակրթությունը եւ այլն։ Մեր մշակույթը վտանգված վիճակում է։ Այս պայմաններում կազմակերպել այսպիսի բան եւ չխոսել հայրենադարձություն կազմակերպելու մասին։ Նաեւ պետք է ասել, իսկ ինչու չեք փորձում Հայաստան վերադարձնել ոչ միայն հայերին, սփյուռքահայերին, այլ Հայաստանի քաղաքացիներին, այդ ամենակարևոր հարցը, քո քաղաքացիներին, որոնք միլիոնից ավել դրսում են, նրանց թողել ես, չես ուզում աշխատանք տանել, նրանց վերադարձնել, ուզում ես Հայաստան բերել օտարներին։ Հայաստան իրականում գետո է, հայերի գետո է, մեր հայրենիքից քշել են, լցվել են այս մի հատվածի մեջ։ Մենք այս գետոյում ասում են մեզ հիմա, գիտեք ինչ, այս գետոյում էլ դուք շատ եք, չպետք է գետոյում դուք ապրեք որպես այդպես միատար։ Ազգալ մենք պետքա ձեր գետոն էլ փիսենք, մի քանի մասի եւ վերջները տանք, սա է խնդիրը, այստեղ է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։
Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Իլրում են ձեր ասացի, դուք սենց միանգամից անցակ ձեր մյուս գրառմանը, որը եւս բավականին լուրջ այսպես ուղերձներ է իր մեջ պարունակում, դուք ձեր բառերն ասեմ, կանգնեցնել Հայաստանի քաղաքական լիկվիդացիայի ներկա գործընթացը։ Անդրադարձ եք կատարել խաղաղության պայմանագրի կոչվածի շուրջ տեղի ունեցողին, պարոն Այվազյան, ինչ լիկվիդացիայի մասին եք խոսում։ Մարդիկ ուզում են խաղաղություն կառուցեն։ Թու տենց մեծ կրակոցներ չկան։ Ինչ վատ բան կա իրանց արածի մեջ։ Այո, շատերը օրինակ նայում եմ, հետևում եմ սահմանամերձ գյուղերի բնակիչներից ոմանք այն հույսն ունեն, օրինակ Խնածախի բնակիչներից մեկը ասում էր, դե լավ, սպասենք մի քիչ էլ շուտով խաղաղության պայմանագիրը կլինի, եւ այս կրակոցները կդադարեն եւ այլն, խաբել են ժողովրդին, որ խաղաղության պայմանագիրը բերելու է խաղաղություն։ Այնինչ այդ խաղաղության պայմանագիրը միայն վերնագրով է այդպիսին, իսկ մնացած առումներով ինքը իր հետ բերում է Հայաստանի Հանրապետության համար լրջագույն սպառնալիքներ ու վտանգներ, ոչ միայն այլև անմիջապես սկսում է լիկվիդացնել այս երկիրը։ Եվ խոսքը այն մասին է, որ ես կետերով եմ նշել, թեկուզ որ մեկը վերցնենք կետերից, Հայաստանի հռչակագիրը սահմանադրության միջից հանելու եւ այն պարզապես մի այսպես որ հղում չարվի դեկլարատիվ պատմական փաստաթուղթ կոչելու մասին է խոսքը, բայց դրանով ընդհանրապես հանելու այդ սահմանադրական մեր իրավունքի հիմքերից, որի առաջին փաստաթուղթը դա է, եւ ոչ միայն սահմանադրությունն է հղում կատարում հռչակագրի վրա, ախր պետք է մի քիչ իմանալ էլի այս բաները, այլ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր օրենքներ հղում են կատարում հռչակագրին, եւ եթե ընդ որում հիմնարար օրենքներ, այն ամենասկզբից ընդունված օրենքները եւ այլ։ Հիմա եթե դու այդ հռչակագիրը հանում ես, քո իրավական դաշտը ինչ տեսք է ստանում այդ դրանից հետո մեկ, կամ եթե դու ասում ես, որ Փաշինյանն ասում է այս վնասակար, ասում է փաստաթուղթ ասա, ասում է այս գրվելա, որ Հայաստանի Հանրապետությունը չլինի, ոնց թե չլինի։ Հասկանում եք, սա իրավական առումով եմ ասում, սա այս մի օրինակն է, որ լիկվիդացվում է որպես պետություն եւ այնտեղ ազգային նպատակները հայ ժողովրդի, ազգային իղձերը, գիտեք, որով ազգային ինքնության այն հիմնասյուները, որոնցով ապրում է յուրաքանչյուր ժողովուրդ, դու իրավական առումով հրաժարվում ես պաշտպանել այդ ամեն ինչը։ Հասկանում եք։ Հիմա տարբեր ժողովուրդներ կան, որոնք խնդիրներ ունեն, եւ այդ խնդիրները դրվել են իրենց եւ հռչակագրերում, եւ սահմանադրություններում, եւ օրենքներում, բայց եթե դրանց գան եւ դրսից անընդհատ պահանջեն ներսից էլ իշխանությունն ասի, ուրեմն այս օրենքը հիմնարար, ես պետք է հրաժարվեմ սրանից, որովհետեւ դրսից մեզ կոչնչացնեն, դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է, որ այդ իշխանությունը այդ իղձերի, այդ արժե համակարգի կրողը չէ, նրա համար միևնույն է։ Հայերը հայ կլինեն, հայերը հայ չեն լինի, Հայաստան ասածը ինչ է իրենց համար, իրենք էլ ասում են, Հայաստանը մեզ համար այս 29743 կիլոմետրն է։ Դրանից դուրս Հայաստան իրական չկա, այն պատմականն էլ մեզ չի հետաքրքրում, պատմականի վերաբերյալ էլ ինչ ուզում են թող անեն։ Հիմա հենց Արցախում ոչնչացվում է հայկական մշակութային վիթխարի ժառանգությունը, հարյուրավոր եկեղեցիներ, հազարավոր խաչքարեր, արդեն նոր ճարտարապետական կոթողներ եւ այլն, երեզմանոցներ, պատմական եւ նոր, եւ
քանի որ դա ըստ այս իշխանության իրական Հայաստանի մաս չի կազմում, նրանք թքած ունեն այդ հարցի վրա։ Ասում դե դա Հայաստան չի այլևս։ Մենք չենք կարող այդ հարցը արծարծել։ Արարատ Միրզոյանը ազգային ժողովում ելույթ ունենալով ավելի վատ բան ասեց։ Ասեց, քանի որ Արցախում այլևս չկա մարդ, հետո ինքը իրեն բացեց այդ մարդ ասած ինչ է, չկա այլևս գոյություն չունի հայություն։ Ուրեմն մենք էլ չենք կարող մեր օրակարգում արծարծել Արցախին վերաբերող հարցերը։ Սա ինքը ասաց, բայց համոզված եմ լավ էլ չհասկացա, որ ինքը կրկնեց թուրքական, ցեղասպանական քաղաքականության հիմքում դրված ամենակարևոր թեզը։ Ես վստահեցնում եմ գիտակցաբար արվում։ Դե գիտակցաբար կարող է անեն չանեն, բայց որ գիտակցաբար ինքը իր բերանով ասեց, որ եթե չկա այնտեղ հայ, ես էլ ոնց կարող եմ այդ հարցով զբաղվել։ Ուրեմն ինչ է ստացվում։ Վաղը եթե հանկարծ Աստված չանի Սյունիքը հայաթափվի, այս նույն իշխանությունը լինի, պիտի ասի դե քանի որ Սյունիքում չկա հայ, ես չեմ կարող արծարծել Սյունիքի հարցը։ Եվ այլն, եւ այլն։ Եվ եթե իրենք ասեն, թե գիտեք ինչ, Արցախը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքում չէր, դրա համար մենք չենք կարող արծարծել, այդպեսի մեծագույն սխալ է դա, որովհետեւ Արցախում կատարված էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը դա հանցագործություն է եւ մարդկայնության դեմ եւ ռազմական հանցագործություն է եւ ցեղասպանական ոչրագործություն է, որի համար Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր ամբողջ գործիքակազմը միջազգային իրավական այդ գործիքակազմը ունի, մասնավորապես ունի կոնվենցիան ցեղասպանության ստորագրած, որը պարտավորեցնում է այդ երկրներին հանդես գալ ցեղասպանության դեմ, կանխել ցեղասպանությունը կամ պատժել ցեղասպանության հարցերը, ձգտել պատժել։ Այսինքն դա իրավական կողմն եմ ասում։ Մյուս կողմից տեսեք Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջանը արդեն այս միջազգայինորեն իրենց ասած ճանաչված տարածքից բռնազավթել է մոտավորապես 240 թե ավել թե պակաս քառակուսի կիլոմետր տարածք, հողակտորներ, կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հողակտորներ, իշխող բարձունքներ եւ այլն։ Լսում ենք մենք Հայաստանի Հանրապետության իշխանության պահանջը Ադրբեջանից անհապաղ դուրս գալ այդ տարածքից։ Նույնիսկ չեն կապում այս հարցը այդ իրենց խաղաղության պայմանագրի ստորագրման կամ հավերացման հետ։ Անինքնասերի պես 10 առաջարկ են անում այ մարդ։ Այնտեղից ասում են թքեմ ձեր վրա էլ ձեր առաջարկի վրա էլ սա ասում է ուրիշ առաջարկ կներկայացնենք։ Մեռն եք ավելի լավ չի այ մարդ։ Դե տեսեք, ասում եմ այսօր նույնիսկ Հայաստանի Հանրապետության այդ 200 քառակուսի կիլոմետրը, որ Ադրբեջանը բռնազավթել է, այս իշխանության համար խնդիր չի, չեն արծարծում։ Ինչ խաղաղության պայմանագիր է կնքում, եթե Ադրբեջանն ասում է, ես մնալու եմ այդտեղ։ Էդ էլ իրենց պատկերացրած Հայաստանն է։ Չի, այո, մեկ ասում են, դե գիտեք, դա կլուծվի այդ հարցը այդ սահմանազատման միջոցով։ Ադրբեջանն ասել է պատիտակ կանգներ էր, լավ էր կանգներ։ Ադրբեջանն ասել է, չի լուծվելու, սա ես համարում եմ իմը, վերջ։ Ոչ մի ձևով էլ չի լուծվելու։ Կարող է լուծվել միայն այն ձևով, եթե մենք միջազգային ճնշումով կամ ռազմական ճանապարհով կարողանանք ազատագրել այդ հողերը եւ մնացած հողերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության գոյատևման։ Թերևս երկրորդը։ Այո։ Ուրեմն սա էլ վերցրեցինք արդեն ոչ թե միայն իրավական, այլև գործնական միջազգային հողի վրա այս ամենի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս
ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հետևաբար այս բլեֆը ում համար է, ինչի համար է, պարոն Այվազյան։ Գիտեք ինչ, խաղացում պայման չկներեք, սիրուն է հնչում, բա ինչ լավ է խաղ, այպես աշխատում, չգիտեմ, հարցնեմ էլ աշխատում է թե չէ, որտեղ ըստ էության ամենայն դեպս նա չի որ չի աշխատում, ասենք ասեմ։ Տեսեք, ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը իր այս քաղաքականությունը իրականացնելով, մենք պետք է հասկանանք, դա իր քաղաքականությունը չի։ Այսինքն ինքը չի մշակել այդ քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունը մշակված է դրսում եւ թելադրվում է ամեն օր, թե ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Դրսից են թելադրում նրան հիմնական ուղղությունը։ Հյուսիս-արևմուտք։ Ուրեմն, այսինքն Հայաստանի գոյության հարցը, գոնե քաղաքական գոյության հարցը, կարծես թե դրսից արևմուտքում եւ հյուսիսում եկել են որոշակի համաձայնության, որ Հայաստանը չպետք է գոյատևի որպես մի առանձին քաղաքական միավոր, որը որևէ հարցում պաշտպանի իր ազգի ժողովրդի շահերը։ Իսկ դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար պետք է զրկել Հայաստանին բոլոր այն նախադրյալներից, որոնցով նա կարող է ուրեմն առաջ տանել որևէ քաղաքական հարց պաշտպանելով իր շահերը։ Ինչ է դրա համար պետք անել։ Դրա համար պետք է զրկել հողից, պետք է զրկել ճանապարհներից, որոնք կապում են Հայաստանը արտաքին աշխարհի հետ։ Տեսեք, Արցախի հանձնումից հետո անմիջապես Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին, որը միշտ գտնվել է Հայաստանի խորհրդային հանրապետության վերահսկողության ներքո, վերանորոգվել է Հայաստանի հանրապետության, այն խորհրդային հանրապետության բյուջեի հաշվին եւ այլն եւ այլն։ Միակ ռազմավարական ճանապարհը անմիջապես տրվեց Ադրբեջանին։ Դրանից հետո Տավուշից հանձնվեցին ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ եւ Ադրբեջանը եկավ կանգնեց Հայաստանից Վրաստան տանող ճանապարհից ընդամենը մի քանի մետր տարածքի վրա ադրբեջանցի զինվոր է։ Ուրեմն զրկել հողից, զրկել հաղորդակցություններից, զրկել ժողովրդագրական կայունությունից ամենակարևորը, որովհետև տեսեք, մենք այս վերջին 34-5 տարում ասացի սկզբում ահա որ հարվածներ կրեցինք տարբեր բնակավարներում, բայց մեզ ինչը պահեց, եւ դա մեր թշնամիները եւ ոչ բարեկամները շատ լավ հասկանում են, ինչը պահեց, դա մեզ պահեց այն, որ Հայաստանում կար հայերի բացարձակ մեծամասնություն։ Հենց այս բացարձակ մեծամասնությունը հայերի եւ հայկական ուժեղ ինքնությունը կարողացավ ապահովել այն հարաբերական կայունությունը, խաղաղությունը երկրի ներսում, այն որ չեղան մեծ բախումներ, այսպիսի այլանդակ սոցիալական պայմաններում, չեղան քաղաքացիական պատերազմ եւ այլն։ Այս չհաշված մանր-մունր դեպքերը, այսպես ասենք, էլի, որովհետեւ այն խոշոր պատերազմները, որ մյուս երկրներում լինում են նման դեպքերում, դրանք բերում են այնպիսի հետևանքների, որ 100 տարի հետո էլ չես կարողանում ձերբազատվել դրանցից։ Մենք ուրեմն սա էր Հայաստանի անվտանգության, ազգային անվտանգության այն գլխավոր կռվանը, այսինքն հայոց մեծամասնությունը Հայաստանում։ Հիմա շատ լավ հասկանալով, որ Հայաստանը դրա վրա է հենվում, դա է մնացել վերջին այն պատնեշն է, սա էլ եթե քանդենք, տակու ինչ է մնալու, ազգային անվտանգության համակարգում է Հայաստանի Հանրապետությունը, հենա տեսնում ենք ազգային անվտանգության համակարգը ինչ վիճակում է, մեկ էլ ղեկավարներին ենք տեսնում, աղջնակների ինչ որ, իրավապահ մարմինները ինչ վիճակում են դարձյալ նոր աղջնակներ են հայտնվել, պաշտպանական համակարգը չի փայլում առանձնապես եւ այլն։ Ուրեմն եկեք ուրեմն զրկենք այս վերջին պատնեշից էլ Հայաստանին։ Դրանից հետո Հայաստանը շատ արագ
վերանում է որպես քաղաքական միավոր, որը կարող է պաշտպանել Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի շահերը, ընդհանրապես մոռանալ ազգային պետություն հասկացության մասին եւ կդառնա մի ինչ-որ տարածք, որտեղից հայերին արագորեն դուրս կմղեն թուրքերը հիմնականում, ադրբեջանցիներն ու թուրքերը, նրանց է կարծես ուզում տրվել այս տարածքը, խաղաղ ճանապարհով կարող են դուրս մղել, եթե նույնիսկ ոչ պատերազմով, ապա այսպես ինչու է այդ 300,000 ադրբեջանցիների մասին խոսքը բացել Ալիևը պաշտոնական մակարդակով, ախր պաշտոնական խոսակցություններ են սրանք, մակում են ներկայացրել պաշտոնապես այս իրենց գաղափարները, որ մենք պետք է վերադառնանք, այսպես ասած, վերադառնալը ճակերտներում Հայաստան եւ այլ եւ այլ։ Ուրեմն սրանց էլ բերել, հիշում եք այն խոսակցությունները մահմեդական հայեր, որ իբր կան միլիոններով Թուրքիայում, հետո կբերեն թուրքերին եւ քրդերին Հայաստան, դրանց կասեն գնացեք մի մասին, կասեն ալետարարեք, որ դուք մահմեդական հայեր եք, սրանք էլ կգան Հայաստան, հետո կասեն դեպի մեզ մսկիթներ են պետք ուրեմն, ոնց կլինի, մենք իրավունք ունենք մեր կրոնական կարիքները հոգալու, այդ մսկիթներն են կբացեն եւ ընդհանրապես շատ կարճ ժամանակում տարիները չեմ ուզում նշել 5 տարի կլինի, 10 տարի կլինի, թե 15 տարի կլինի, եթե անգամ պատերազմից խուսափենք, այս ճանապարհով Հայաստանը լիկվիդացվում է եւ ժողովրդագրական առումով է լիկվիդացվում, եւ ինչպես տեսանք իրավական առումով է լիկվիդացվում, եւ արժեհամակարգային առումով է լիկվիդացվում։ Մտցնում են այդ խաղաղության պայմանագրով, համաձայնվում են նաեւ այդ որ միմյանց նկատմամբ այս պետությունները չպետք է ճշնամական գործողություններ իրականացնեն։ Նմանատիպ մի կետ էլ կար Կարսի պայմանագրում։ 21 թվականին կնքված այդ հայտարարակ պայմանագրում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հազար ու մի բան Հայաստանում ասելու է սա իմ դեմ ճշնամական գործողություն է։ Օրինակ, դասագրքում եթե գրված լինի, որ Արցախը հայկական տարածք է, կարող է մի տարի հետո ասի դասագրքից է ջնջի մի հատ այդ բանը, որ Նախիջևանը հայկական է, ջնջեք դա։ Այն մյուս օրը կարող է ասի այդ պատմավեպերը, որ գրված են Հայաստանում, այդ բոլոր պատմավեպերը պետքա վերացնեք։ Չտակ գրականության դասերի ժամանակ չպետք է հայերը ուսումնասիրեն, հայ երեխաները ոչ Ռաֆի, ոչ Մուրացան, ոչ մեր դասական մյուս Վարդանանք եւ այլն Դերենիկ Դեմիրճյանը, չէ, որովհետեւ այնտեղ խոսք է գնում օրինակ Վարդան Մամիկոնյանը իր բանակով գնացել հասել է Դերբենդ։ Բաքվով անցնելով, Բաքվի միջով համարյա, որովհետեւ ճանապարհն այդպես է։ Այսպես գրավելով այդ տարածքով ամեն ինչ գնացել գրատվել է նաև Դերբենդի մոտ գտնվող խոշորագույն ճորապահակ պաշտպանական համալիրը։ Կասեմ ոնց, ուրեմն մեր տարածքով անցել, այդ ինչ քարտեզ եք նկարել, օրինակ քարտեզի վրա Վարդան Մամիկոնյանի բանակը գնացել հասել է այնտեղ։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Իրենց էլ ընդամենը պատրվակ է պետք Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ Կամ պետք է ասեն ահա այն քաղաքական կուսակցությունը իր ծրագրի մեջ խոսում է հայ դատի մասին, օրինակ ասենք Դաշնակցությունը, կամ մյուսներն էլ, հայոց ցեղասպանությունը, կամ չգիտեմ Արցախի հարցը, քաղաքական կուսակցությունների ծրագրերում մենք ունենք այդպիսի կետեր, ինքնորոշման հարցը Արցախում, մեր բոլոր քաղաքական կուսակցությունների ծրագրերը, որ նայեք կա, կասեն այդ բոլոր ծրագրերը պետք է փոխեք։ Ինչ անել քաղաքական առումով։ Շարունակեմ, հասնելու են անհատներին, այ հիմա մենք այսպես այստեղ նստած կարող է 5 տարի հետո մեզ հնարավորություն չտրվել կամ 3 տարի հետո այսպես խոսելու, որովհետև Ադրբեջանի դեսպանը նստած Երևանում հետևելու է ամբողջ դաշտին եւ բողոքները պաշտոնական ներկայացնելու։ Եվ եթե Փաշինյանն է կամ Փաշինյանի նման այդ անդամներից մեկը այնտեղ նստած լինի, այդ գաղափարախոսության տեր, նա պետք է ասի դե փակեք այդ հաղորդումները, չեղավ։ Այն մարդուն էլ կանչեք մի հատ ազգային անվտանգության ծառայություն, ասեք ինչ է ուզում ես Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այս ինչի մասին ես խոսում։ Չգիտեմ, պատմական լինի, թե ներկա լինի,
Անցած գնացած բան է, Արցախում ոչնչացվել են արդեն բոլոր հուշարձանները, ինչի ես խոսում, ինչ ես այդ հարցը բարձրացնում։ Իսկ եթե այդ մարդը շարունակի իր գործունեությունը եւ անկուսակցությունը շարունակի իր գործը, ուրեմն պատժելու են արդեն, պահանջելու է Ադրբեջանը եւ Թուրքիան էլ իր հետ, պահանջելու են պատժեք դրանից։ Հասկանում եք։ Դեպի սա է տան, սա ինչ է, սա քաղաքական լիկվիդացիա է երկրի, որին հետևելու է, քաղաքական լիկվիդացիային հետևելու է ժողովրդագրական, մշակութային, բոլոր տիպի լիկվիդացիաները։ Եվ սրանք, գիտեք ինչ, երբ ես նկարագրում էի, թե ինչ կարող է լինել Արցախում եւ Հայաստանի համար ինչպիսի վտանգներ ստեղծվել սրանից 25 տարի առաջ, 27 տարի առաջ, գրավոր, բանավոր հրապարակային իմ դիսերտացիայի մեջ դոկտորական, որ 2004 թվականին եմ պաշտպանել, մանրամասն հենց այս բաները գրված է, հայ հենց այս ամեն ինչը, դրանից առաջ է 98 թիվ։ Երբ ասում էին նաև որոշ պաշտոնյաներ, դիվանագետներ, ասում էին դու խուճապ ես տարածում։ Ասում էին, բայց դուք չեք տեսնում, որ կարող է սա շատ հավանական սցենար է, եւ եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, չկազմակերպենք որպես պետություն, որ ուժեղ պետություն է Հայաստանին պետք, եթե ուժեղ պետություն չունենանք, մեզ ուտելու են, որովհետև թշնամու ռեսուրսները բոլոր առումներով ավելի մեծ են։ Մենք պետք է որակապես պետականորեն կարողանանք գերազանցել թշնամուն եւ պաշտպանական ոլորտը լինի, անվտանգության ոլորտը լինի, պետական ապարատի ոլորտը լինի, դու պիտի ավելի առաջ անցնես քո պետականաշինության գործում։ Եթե չանցար, քեզ ուտելու են։ Եվ ասում էի առաջինը լինելու է Արցախը։ Գրավոր գրել եմ 3 այլ Արցախից հետո անմիջապես Սյունիքի վրա են գնալու եւ Սյունիքը շատ դժվար վիճակում է հայտնվելու, ամբողջ Հայաստանն է դժվար վիճակում այդ։ Իրականացավ, չէ, ասածս, եղավ։ Եվ հիմա, երբ ես սա ասում եմ, կարող է շատերը լսեն եւ չհավատան, որ ընդամենը 5 տարի հետո Հայաստանի Հանրապետությունում կարող է թույլ չտան խոսել մեր ազգային հազար ու մի հարցից, պատմություն կլինի, հերոսները կլինեն։ Օրինակ Նժդեի դեմ արդեն իսկ Ադրբեջանը ասել է պետք է Հայաստանում լրիվ վերացնել Նժդեի բոլոր արձանները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե Փաշինյանենք մնացին իշխանության, հանելու են, ապա մոնտաժելու են, կասկած չունենա։ Facebook-ում ընդհանրապես մոնթեին չեն կարողանում արդեն։ Այո, եւ այդպես շարունակ Նժդեով խո չեն բավարարվելու, Վարդան Մամիկոնյանին էլ կհասնեն, բոլոր արձանները, ինչքան մենք հերոսների արձաններ ունենք, որևէ մեկին էլ չեն թողի եւ այդպես շարունակելու են, հետո կասեն այս զինվորը, որ զոհվել է Արցախում եւ նրա անունով դրել են այսինչ դպրոցը, Երևանում կլինի, թե գյուղերում շատ դպրոցներ ունենք, որ այդ դպրոցները վերանվանեք։ Գիտեք ինչ, այնքան երկար է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների ցանկը իրականում ավարտ չունի։ Ավարտվելու է միայն այն ժամանակ, երբ այստեղ ոչ մի հայ չմնա։ Կամ մնան Փաշինյանը եւ նրա այդ թիմը մնա, որոնք անմիջապես ընդունելու են իսլամ եւ անմիջապես ինտեգրվելու են, այսպես գեղեցկորեն ինտեգրվելու են ադրբեջանական համայնքի մեջ։ Վռնդվելու են։ Դե տեսեք, հիմա փորձում են այդ նախադրյալները ստեղծել եւ լավ էլ ստեղծում են, տեսեք, մենք արդեն չունենք ոչ Արցախը, ոչ Գորիս-Կապան ճանապարհն է մերը, 240 կիլոմետր արդեն բռնազավթված է, ճանապարհի վրա Տավուշի վերահսկողություն է հաստատված, մեր Գորիսի, Սիսիանի, մյուս բազմաթիվ քաղաքների վրա Կապանին կապած, Կապանի վերևում ադրբեջանական դիրքեր են դրված, այսինքն խնդիրը գնալով խորանում է
այնպես չի, մենք չենք կարողանում առայժմ կանգնեցնել այս ընթացքը, որովհետև նաև ընդդիմությունը ոչ մի կերպ չի կազմակերպում դիմադրություն։ Հասկանում եք, Փաշինյանը հրաժարվել է դիմադրությունից միջազգային ասպարեզում, ընդդիմությունն էլ հրաժարվել է դիմադրություն կազմակերպելուց ներքին ասպարեզում։ Հասկանում եք ինչ է, թե դիտավորյալ է դա արվում, կազմակերպված է արվում ընդդիմության կողմից, թե պարզապես չեն կարողանում, այդքան անօգնական են, լիդերները այդքան թույլ են նրանց, որ այսքան տարի չեն կարողանում ամենաչնչին ճնշումը բանեցնել Փաշինյանի իշխանության վրա, դա ուրիշ հարց է, բայց փաստն այն է, որ չեն կարողանում։ Կարճ ավարտում ենք ավելի քան 40 րոպե զրուցում ենք, 1-2 րոպե առաջին քայլերը ինչ անի հասարակ մարդը, որ ձեզ լսում է։ Հասարակ մարդը պետք է փորձի ինքը ամուր կանգնել հայկական հողի վրա եւ պաշտպանել հայկական շահերը։ Նույնը վերաբերում է մեր սփյուռքահայ հայրենասեր զանգվածին, որոնք նույնպես պետք է մտածեն, թե ամեն օր ինչպես կարող են օժանդակել Հայաստանին այս ծանրագույն վիճակում եւ ամենակարևոր քայլը, եթե կարող են անել, որտեղ բոլորը չեն կարող դա այդ քայլը անել, տարբեր պատճառներով վերադառնալ Հայաստան, հիմնավորվել Հայաստանում եւ մեզ հետ ուսուսի փորձել դիմակայել ինչպես արտաքին թշնամիներին, այնպես էլ ներքին դաշտում այսօր նրանց այդ թելադրանքները կատարող ներկայիս իշխանություններին։ Պարոն Այվազյան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Live Armenia YouTube-յան ալիքն էր, որի հյուրն այսօր քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանն էր։ Շնորհակալություն նաև ձեզ ուշադրության, հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։